Աշուղի սերը Մի ջահել ջիվան ամա շատ աղքատ տղա ա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնով ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ տվողը չեմ։ Ախր ինչի չես տա, ասում ա կնիկը, որ իրար սիրում են, թող առնեն իրար, ինչի ես հոգուդ մեղք անում։ Չէ որ չէ, ասում ա մարդը, իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում ու տազ անում։ Տղեն, որ իմանում ա աղջկա հոր ասածը, հենց իմանում ա գլխին կրակ վառվեց։ Ինչ անում չի անում, բան չի դառնում։ Մին ուզում ա իրա գլուխը մահի տա, մին ուզում ա աղջկա հորը տա սպանի, ամա ձեռիցը ինչ կգար։ Զոռը հարստի կողմն էր։ Սերը սիրտը ընկած, հալվում, մաշվում ա։ Ուզում ա թե գժվի։ Օրվա մի օր ալևոր աշուղ ա գալիս դրանց կողմերը։ Շատ անուշ երգեր ու խաղեր ա ասում։ Լսողին էլ խելքից հանում։ Էս տղեն ընկնում ա աշուղի ոտը, թե Աշուղ պապի, ես վառվեցի, խորովվեցի, ինձ սազ ածել սովորացրու, որ գնամ սազ ածեմ, խաղ ասեմ, դարդս լամ ու գլուխս վայ տամ։ Լավ, ասում ա ալևոր աշուղը, համա պետք ա իմանամ դարդդ ինչ ա։ Էդ ջահել տղեն սիրտը բաց ա անում աշուղին, մին պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի։ Ալևոր աշուղը մի խոր աղ ա քաշում, իր ջահելությունը միտը բերում։ Լավ, ասում ա որդի, որ է տենց ա, արի սովորացնեմ։ Անց ա կենում մի ամիս, մի տարի, էս ջահելը էնպես սազ ածել ու երգել ա սովորում, որ նրան լսելիս թե չէ, ոչ միայն մարդիկ էին լացում, նաև քարերն էին լացում։ Էս տղեն ա հեռանալ կա, մոռանալ չէ, սազը թևին գցած ընկնում ա գյուղեգյուղ, քաղաքեքաղաք, ամեն տեղ իրա սերը երգում, սազ ածելով իրա դարդը մարդկանց պատմում։ Վերջը հեռու մոտիկ գալիս ա հասնում թագավորանիստ քաղաքը։ Թագավորը տեսնում ա հրես մի ջահել ջիվան տղա եկավ։ Սազը ձեռքն առավ, էնպես մի ածեց ու խաղ ասեց, որ լսողի սիրտը մղկտացրեց։ Թագավորը ղրկում ա նազիր վեզիրին սրան բերել տալիս իր պալատը։ Այ տղա, ասում ա, ասա մի տեսնենք ինչ ա քու դարդը։ Թագավորն ապրածկենը ասում ա տղեն, ինչ ասեմ քեզ, իմ դարդը սարերից ծանր ա, ծովորից էլ խորը, դու ինչ կարաս անես։ Թագավորը ունքերը կիտում ա, միրուքը ձեռն առնում, ոտից գլուխ չափում էս ջահել տղին, ու թե Այ տղա, թագավորը որ չկարենա, բա ով կկարենա, ասա տեսնենք դարդդ ինչ ա։ Էստեղ թագավորի հրամանով տղեն պատմում ա իրա դարդը։ Նազիր, ասում ա թագավորը, մարդ ղրկեք բերեք էդ աղջկան, տեսնենք էդ ինչ աղջիկ ա, որ էս տղեն էսպես յարա-փարա գովում ա աղջկան, տեսնենք դրուստ ա քո ասածը։ Աղջկան բերում են։ Թագավորը որ սրան տեսնում ա, մտքում, ասում ա, բա այս տեսակ սիրուն ջահել ջիվան տղեն սիրահարվի էս աղջկա։ Այ տղա, ասում ա, էս ա քո սիրած աղջիկը։ Հա, թագավորն ապրածկենը, հենց էտա որ կա։ Այ տղա, ասում ա թագավորը, տո տնաքանդ, ինչ ես գտել էդ աղջկա մեջ, որ գիշեր, ցերեկ էրվում վառվում ես սրա սիրուց։ Էդ աղջիկը, որ ինձ հարցնես, մի բուռ ալյուր չարժի։ Թագավորն ապրածկենը, ասում ա տղեն, արի մեր աչքերը հանենք, իմ աչքերը դնենք քո աչքերի տեղը։ Էն վաղտ կտեսնես, որ էդ աղջիկը քեզ կերևա աշխարհի ամենասիրուն աղջիկը։ Թագավորը շատ ա զարմանում պատասխանի վրա, խորը մտածմունքի մեջ ա ընկնում։ Վերջը տեսնում ա, որ տղի ասածը խելքին մոտիկ ա ու ճշմարիտ։ Նոր էստեղ սրանց առօգ-փառոգ պսակում ա, 7 օր 7 գիշեր հարսանիք ա անում, ջահելներին իրենց մուրազին հասցնում, իրենք էլ նրանց հետ ուրախանում, աշխարհով լինում։ Սրա վրա է ասած էլի մեր պապենական խոսքը, թե աչքը կտեսնի, սիրտը կսիրի։